Մոդիկարի ներկայացրի։ 90 օրվա համար։ Վահան Արշակյանը։ 90 օրվա համար, որ 90 օրը գերազանցել ենք։ Առաջ։ Առաջ եկեք, այս մեջտեղը կանգնեք։ Այ, ահա, ձեր հիմա անունը ազգանունը ասեք։ Վահան Արշակյանը անունազգանունս։ Զապրետի տակ է։ 90 օրվա համար զապրետ են արել 5 տարի։ Քանի օր եք գերազանցել 14 օր։ 104 օր։ ու երբ եք իմացել։ Սահմանին եք իմացել, եկել եք։ Չէ, գնացել եմ Սբերբանկի քարտը փակել, գնացել եմ որ իմանամ ինչն է խնդիրը, ինչի համար եմ փակել, այդ օրն իմացել եմ։ Այս մի քարտը ձեր բանկային փակվել է, ըստ դրա իմացել։ Հա։ Բայց ինչ կապ ունի քարտը դրան։ Ես չեմ կարող պատասխանել։ Իրանք այդ քարտին վրա են կալանքել։ Սական քարտ է, դրա համար իրանց երկրի քարտ է։ Արդեն ունեք վերադառնալու։ Այո, Քանի տարի։ 5 տարի։ Դաժե մինչև անգամ իր պապան գնացել է հետ են տվել տամոզը։ Ասել են 5 տարով փագած է ճանապարհը։ Իր հայրիկը։ Ժամկետներ գերազանց։ Այո։ Դուք այդ մասին չեք իմացել, որ մինչև 90 օր կարող եք գնալ։ Չէ, չեմ իմացել։ Ամեն անգամ հարցել են Լսել եմ, փագանիշ գիտեի, որ ասեք, ասել են ձեզ չի վերաբերվում, դուք տրանզիտ մտնում դուս եք գալի։ Բայց դա վերաբերում է ակասը մեզի։ Կորոնայի ժամանակ, որ կորոնա էր, սաղին փագին, բայց մեզի չփագին, դա մեզի չվերաբերված։ Այդ ինչ եկա, որ 90 օր վերաբերված։ Խի, կորոնայի ժամանակ ոչ մի բեռնափոխադրում չի կանգնել։ Հունվարի 1-ից օրենք փոխվել այս տարվա։ Կորոնայի ժամանակ էլ հրաման եկա, որ մուտք ու ելք պետք է չլինի, թե տուրիստ կլինի, թե կետաս աշխատանքի, մենակ բեռնափոխադրում դա գնաց է եկել է։ Հիմա դրա պարզաբանում ձեզ նույն էկոնոմիկայի նախարարը տվել է, ինչով է պայմանավորված եղել, որ անցակետում ձեզ Նույն մարդը, որ վերաբերում, հիմա դարձել է, որ վերաբերում չի։ պետք է զբաղվեն մեզանով, որ պատասխան տան, չէ։ Ես 2 տարի մենք մոդեն մենք հարց ենք տալիս, շատ բաներն ենք հարցնում, ունիք էլ մի պատասխան չենք տալիս, զբաղվում են, ինչ ձև են զբաղվում, որ մենք իմանանք։ Մեզի ժամանակ, կար կոնթե ժամանակ, ինչ կան վախցած այդ հարցին լուծում եղնելու։ Մեզի պետք է ռեալ պատասխան, ոչ թե զբաղվել, իրանք ոչ մեկն էլ չի զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի այս դեպքում ով է, որ ինքը այդ հարցին լուծում տա, որովհետև դա Ռուսաստանի պետդուման է որոշում։ Էկոնոմիկայի նախարարն ինչ արի Հայաստանի համար, մի հատ կարակ հարցից պատասխանեք։ Թե ինչ պետք է անի։ Ես չգիտեմ։ Միջև անգամ մենք մտել ենք իրանց այդ հանդիպման, ասում են, եթե չեք ուզում այս ձևի աշխատեք, գնացեք վրացական համաներով, վրացական ֆիրմա բացեք, այդտենց աշխատեք, որ հարց չվճարեք։ Կառավարության աշխատող։ Ինչ եք ուզում այս երկրի աշխատողներից, կառավարության, այն էլ կոչվում է։ Մենք ասում ենք, օրենքը Ռուսաստանում է։ Օրենքը Ռուսաստանում է։ Ինչ պիտի անի։ Կազախստանը ինչ արեց։ Ինչ է արել։ Կազախստանը ելան, ասի որ մեր շոֆերների վրա չազդի։ Ելան իրանք էլ ներկայացին Ռուսաստանին, Ռուսաստանը շոֆերների ճանապարհը բացեց։ Նույնն է պետք է մեր Հայաստանի ղեկավարներն հելնեն այդ նույնն էլ մեր ղեկավարներն հելնեն, որ ասեն մեր շոֆերների վրա դա պետք է չազդի։ Մենք չենք կետալու աշխատել, չենք կետալու հանգստանալու։ Մի հատ հասել է։ Ձեր հատը աշխատել ենք Սահման եք պատահում, այսինքն վրացական լարչով դեպի Ռուսաստան։ Հա։ Ձեզ վստահ եմ, սահմանապահները հարցնում են ձեր մուտքի մեր հարցն է։ նպատակը։ Դուք ասում եք Մեր հարց Ես չերել որ մտնում ես հարցնում են առաջին ասում են ինչ ես բերել գրուզը ասում ես խոսքի կայնակ ինքը գրմա կայնակ որ դու բերել ես всё ուրիշ ոչ մի բան նկատի չունեմ, ես նկատի ունեմ ձեզ չեն հարցնում չէ Ասում պետք է ռեգիստրացիոնը, ասում ես չէ։ չեն հա։ Եթե ուզում ես կամերչսկի է գալիս, էլի, այսինքն մենք կապ չունենք, մենք մեր գործն ենք անում, մենք ընդ ոչ տուրիստ ենք, ոչ հանգստանալու ենք, չգիտեմ, ոչ աշխատելու ենք, ոչ չաշխատելու, մենք գնացել ենք մեր գործը անելու։ Մենք դրա մեջը չպետք է ելնենք, էլի, այսինքն մեզ առանձնացնենք, մենք այդում ենք մեր երկրի համար բեռ ենք բերում։ Մենք Հայաստանում Սահմանափակում չպետք է լինի։ ոչ թե Ռուսաստանում, որ 90 օրը մեզ վերաբերում։ 90 օրից ավելի կարող եք մնալ։ Այդպես կարգավորում, որ Ոչ մի կարգավորում չկա։ եթե ճանապարհը փակվում է մեր մեղավորությունն է արհեստական հերթ է ստեղծում մեր մեղավորությունն է Հա, 170 օրը բավարար է։ Դե միշտ եղել է 170 օրը եղել է, բավարարել է։ Մի 90 օրը շատ քիչ է։ Մոտարապես 7-8 ամիս հետո է դա սպառվում է։ Բայց նկարագրեք ոնց, որովհետև ճանապարհն Դե ճանապարհը փակ է լինում։ Ասենք Մոսկվա գնալ գալը, ասենք 6 օր է տևում, բայց մենք 20 օրում ենք գնում հետո գնում գալիս, որովհետև
ճանապարհները փակ է, գալիս ես հերթ ես կայնում իջև հերթը հասնում է, գալիս ես անցնում ես, մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես։ Այսինքն 4 անգամ գնացիք։ Մի 6 անգամ գնացիր եկա, 6-7 անգամ գնացիր, մաքսիմում էդի լրիվ սպառվում է։ Դու էլ չես կարալու այդաս։ Նու 95%-ից դե տղեկին է, սաղինը անցած է։ Էլի մեկեն դռնում տանը Քանի մարդ կա այստեղ, որ բան ունի, մուտքի արգելք ունի արդեն։ Համար ստեղով կա սա արգելք։ Չէ, արգելք չէ։ 7-ից 120 օր են մնացել։ Սաղի սետ է որ եկել էլ որ սաղինը սետ չէ։ Նայեք, այս խնդրի համար տարեսկզբին Տիկին Բեժանյանը տեղյակ պահեց, որ սենց խնդիր է ալնելով, նու կառավարությունն էլ պետք է որ իրանք ոնց որ իրանց գործն է, էլի պետք է իմանան։ Ու այս հարցի մասին չեն զբաղվել, եկե հասել է այսօր արդեն մարդկանց բռնում են օրը 10 հոգու, 20 հոգու, ասենք բան է, Ռուսաստանի այդ միլիցիայի աշխատողների բանն է, կամքով է, էլի նայում են դեմքը դուր եկավ կարող է անցնես գնաս, դեմքը դուրը չեկավ կարող է սիմպաթիա է, էլի բռնեն ասեք դեպորտ, կանչում են, հաշվում են, ասում են վсё, գնացիր տուն։ Բայց այս մարդը որ եթե մի տարի առաջ Տարվա սկզբին որ զբաղվել դե ինձ թվում է, հա, որովհետև մենք ժողովուրդ մենք ոչ նավով են կարում ստեղ բեր բերենք, ոչ երկաթգիծ ունենք, մերը այս բանն է, այս մի ճանապարհն է, իրան կարան դրա համար մեզ զիջեն ինչ-որ բան, որովհետև ուրիշ ճանապարհ չունենք, եթե այս ամեն ինչ է խոսքի սենց շարունակվի, պետք է բլոկադա խփեն, վсё, բլոկադա է էսի, իրոքից էս բլոկադա է, ասենք եթե 10%-ն էլ աշխատի, չի հասցնել, ինչ ուզում են անեն, մենք այս մեր բեռները, ասենք կաղը մենակ ալուր կարենանք, լավ հասցնենք ստեղ, այն որ խոսքի բանը, սենց 9-1-1-ի նման բերեն ալուրը հասցնեն, որ ստեղ սոված չմնա, մեր բեռները չեն կարալու բերեն, կոնկրետ հենց հիմի լվոր նորմալ է, մենք ներկերման խնդիր ունենք, դուք ասենք կարող է չգիտեք, մենք դրա մեջ ենք, մենք մեր բեռները չեն կարում բերենք, ավտո չկա, վերևները, Մոսկվա, չգիտեմ, լիքը տեղեր, մենք ավտո չունենք, որ մեր բեռները բերենք, էսի վաբշե, չգիտեմ, կոլապս ալվելու էլի, ինքը Արամ Շմավոնյան։